տաղավարում զրուցելու եմ փաստաբան Սերգեյ Հարությունյանի հետ։ Բարի երեկո, պարոն Հարությունյան։ Հունիսի 12-ի անցել է 1 տարի եւ այդ օրը տեղի ունեցած բախման պատճառով տուժածներ կան բազմաթիվ, քրեական գործեր կան հարուցված, անցել է 1 տարի։ Ինչ փուլում են այդ գործերը։ Գոլեգաները շատ մանրամասն ներկայացնում էին, ավելացնեմ, եթե ամփոփենք մի բառով, կարող ենք ասել ցայտուն կերպով կարող ենք այս ամենը համարել խտրական արտադրության դրսևորում, որովհետև եթե խաղ ակցիային մասնակիցների պարագայում շինծու հոդվածներ հարուցվեցին եւ կարճ ժամանակ անց 1-2 ամսվա ընթացքում հայտնվեցին այդ գործերը դատարանում, ոստիկանների հետ կապված այդպես էլ որևէ ոստիկանի նկատմամբ հետապնդում չի հարուցվել եւ չկա անգամ 1 ժամով ձերբակալված որևէ մի ոստիկան։ Դա ցույց է տալիս, որ մենք նորից բախվում ենք խտրական արտադատության, հասկանալի է ինչու, որովհետև եթե այդ ոստիկաններից 1-2-ը, որոնք ապօրինություններ էին անում, եթե այդ ոստիկաններից 1-2-ը գոնե ձերբակալվեին, ապա մյուս ոստիկանները կհասկանային, որ իրենց գոլեգաները եթե ապօրինի հրաման կատարելու կամ բռնություն, դաժանություն կատարելու համար պատասխանատվության են ենթարկվում կամ նույնիսկ կասեցվում են նրանց գործունեությունը, ապա իրենք կերերային հաջորդ թիվ նմանատիպ ապօրինի հրամանի արկայության պարագայում կատարային այդ ապօրինի հրամանը, թե չէ, հասկանալի է, որ ինչու է այդպես, որովհետև իշխանությունը հենվում է արդեն վաղուց միայն իրավապահ համակարգի ոստիկանական ուժերի վրա իր իշխանությունը պահելու համար։ Եվ ինչն է այստեղ խնդրահարույցը, որ մենք այստեղ միայն գործ չունենք ոստիկանների կողմից այդ օրը կատարված ապօրինությունների, բռնությունների հետ։ Մենք գործ ունենք նաև քննչական մարմինների, դատախազության հետ, որովհետև իրենք են չէ այդ խտրական արտադատությունը անում։ Նույն քննիչը իր վարույթում ունի չէ նմանատիպ գործ, մեկը իբր մեղադրվող խուլիգանություն արած քաղաքացու եւ այն ոստիկանի, որ ակնհայտ կա տեսանյութերը, թե ինչ աշճանի բռնություն է կատարել։ Սակայն արդեն 1 տարի է փոշի կա այդ գործի վրա, ինքը ոչինչ չի անում, անգործություն կարելի է համարել այն նորից եմ կրկնում, 1 ոստիկան այսքան ժամանակ չի ձերբակալվել, 1 ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել։ Եթե մենք դեպք ունենք, որ նետած խնձորի համար մարդու գործը արդեն դատարանը հասել է 1 տարվա մեջ եւ ավարտվել է, բարեբախտաբար արդարացվել է այդ մարդը, բայց այդ նռնակ, ձայնային նռնակ, այնպիսի նռնակ, որը նախատեսված է ահաբեկչական գործողությունների կանխարգելու համար, ահաբեկիչներին վնասազերծելու համար, այդպիսի ձայնային նռնակ ապօրինի հրամանով նետած որևէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել։ Այս է ցայտուն խտրական արտադրության դրսևորում եւ նորից եմ կրկնում, այստեղ նաեւ մենք գործ ունենք անգործություն անող քննիչի հետ, անգործություն անող դատախազի հետ, այսինքն սրանով նաեւ խաթարվում է իրավապահ համակարգի գործունեությունը։ Լավ, այդ դեպքում ինչ հիմքով է այսպես ասած չի կանչվում այդ ոստիկանը կամ այն ուժայինը, որ այդ ապօրինի քայլն արել է։ Օրինակ այսօր որ մենք քննչական կոմիտեից խնդրել էինք ներկայացնել, թե ինչ փուլում է առհասարակ հունիսի 12-ի հետ կապված գործերը, իրենք նշել են, որ հետապնդում չկա, կալանավորված ու ձերբակալված մարդիկ չկան, ինչ որ փորձաքննություններ են նշանակվել, մեջբերեմ պայթյունատեխնիկական, հետքաբանական, քիմիական համալիր փորձաքննություն, որոնց պատասխանները դեռևս չկան։ Այդ դեպքում այս 1 տարվա ընթացքում ինչ է արել իրավապահ համակարգը։ Ես չգիտեմ ինչ է արել, բայց ես գործ ունեմ փաստի հետ։ Մենք գործ ունենք փաստի հետ, որ նորից եմ կրկնում, չկա որևէ ոստիկան, որին մեղադրանք է առաջադրվել։ Մենք գործ ունենք այն հանգամանքի հետ, որ կան հարյուրավոր վիրավորներ, բայց որևէ մեկի տեղի ունեցած դեպքի հետ կապված որևէ մեկի նկատմամբ այդ բռնությունը գործադրած ոստիկանը չի բացահայտվելու։ Մենք ունենք տեսանյութեր, որտեղ ոստիկանները ընդգծված ապօրինություն են անում, մենք ունենք տեսանյութեր, որտեղ բոլորս էլ տեսել ենք, ինչպես է ոստիկանը անիմաստ տեղը մարդու մազերից գլխից բռնած քաշ տալիս, եւ բարեբախտաբար մի ավելի իրավահպատակ ավելի ողջամիտ ոստիկան փորձում են դա կանխել, բայց մենք ունենք չէ դեպքը, բայց պատասխանատվության չեն ենթարկվել։ Մենք ունենք 100-ից ավելի վիրավորների արձանագրված դեպքեր։ Մենք ունենք լրագրողների նկատմամբ ընդգծված բռնություն այդ օրը։ Նույն Աբրահամ Գասպարյանին հիշում ենք, չէ, ինչ դաժան բռնություն են գործադրել իր նկատմամբ եւ ինչպիսի մարմնական վնասվածքներ ուներ։
Չկա, չէ, բայց նետած խնձորը ավելի կարևոր դարձավ իրենց համար, որ այդ ով որ խնձորեր նետել Արցախցի պապիկը մի անմիջապես քրեական գործ, անմիջապես գործը դատարան։ Ինչ են անում, ես կարող եմ ասել իմիտացիա են անում, ոչինչ չեն անում, որովհետև շատ պարզ էր, բայց հասկանալի է, որ այդպես էին անելու։ Նման տիպ իմիտացիա են արել նաև Աշոտ Սիմոնյանի դեպքով, Լևոն Քոչարյանի դեպքով, բազմաթիվ այդպիսի մենք դեպքեր ունենք, որ իրենք այդ նույն բանն են արել։ Ակնհայտ կա տեսանյութ, որը այլ իրականությունների մեջ կարծես թե ապրենք, եւ ինչն է հետաքրքրականը, նորից եմ գրում 16 անձի իբր թե խուլիգանություն անելու համար ներկայացվել է այդ մեղադրանքը գործը դատանում է, բայց ինչն է հետաքրքրական, այս դեպքում մարդկանց նկատմամբ կարելի ասել, ցենց անուղակի ճնշում է գործադրվում, բոլոր տուժող ճանաչված անձանց ասում են նախաքննական գաղտնիք է, որևէ բան չհրապարակես, անգամ նույնիսկ չհրապարակես, որ քեզ կանչել ենք նախաքննության շրջանակներում հարցաքննության կամ բացատրություն տալու, որովհետև դա նախաքննական գաղտնիք է, այսինքն որ այս ամենը չհրապարակվի, որ այս ամենը մոռացվի, տեսեք, անցել է 1 տարի, որևէ գործողություն չի արվել, եւ եթե այսօր չլիներ տարելիցը 1 տարին, ապա մենք բոլորս այն աշճանի մեր երկրում բացասական բաներ են կատարում, օրորի այնպիսի վատ դեպքերի են ականատես լինում, որ մենք չենք հասցնում հետևանքների հետ առերեսվել։ Ու նույն ձև իրենք տանում են այս ամենը մոռացության, ինչպես եւ մյուս բոլոր գործերը։ Ինչ են անում, չգիտեմ ինչ են անում։ Ես գործ ունեմ հաստերի հետ, փաստ ունենք, որ որևէ ոստիկան, ոչ Աշոտ Սիմոնյանի դեպքով, ոչ Լևոն Քոչարյանի դեպքով, ոչ Արծվիկ Մինասյանի նկատմամբ տեղի ունեցած բռնության դեպքով, ոչ Աբրահամ Գասպարյանի դեպքով չի ձերբակալվել, որ չկա որևէ մի դեպք, որ մենք տեղյակ լինենք, որ ոստիկանին քրեական պատասխանատվության ենթարկեցին։ Արդեն հասել ենք այն վիճակի, որ մարդը ԶՊՎ ճանապարհին խոշտանգման է ենթարկվում, չունենք որևէ հարուցված ունենք, ձևական կողմը պահվում է, բայց դարակներում փոշի է, քան դեռ այս վարչախումբը կա, այդ դարակներում այդ գործերի վրա փոշին կլինի։ Ու հետո էլ նույն քննիչները երևի թե շատ ջանասիրությամբ կսկսեն այս գործերին արդեն ընթացք տալ, երբ որ երկրում բան փոխվի, բայց դա ցավալի է, որովհետև դրանով հարված է հասցվում նաև իրավապահ համակարգին, իսկ որը բերում է անուղղակի կերպով դատական իշխանության հետ կապված խնդիրներ, ինչն էլ բերում է արդեն ժողովրդավարության խաթարման, ապօրինությունների գործադիրի կողմից։ Պարոն Հարությունյան, Սրբազան պայքարի ընթացքում բազմիցս են բախումներ եղել քաղաքացիների ու ուժայինների միջև, օրինակ արտգործ նախարարության շենքի դիմաց, ընդհանուր առմամբ ինչ միջադեպեր են, այսինքն ինչ խախտումներ են, այսպես ասած, ուժայինները թույլ տվել եւ եթե կա որևէ վիճակագրություն տուժող քաղաքացիների այդ ընթացքում։ Տեսեք, խախտումներ բազմաթիվ են թույլ տրվել հարյուրավորների նկատմամբ, ձերբակալվել են ապօրինի կերպով ոստիկանական բաժիններ են տարվել հազարավոր մարդիկ, միայն հունիսի 12-ի օրը 101, եթե ես չեմ սխալվում, 100-ից ավել համենայն դեպս անց մարմնական վնասվածք է ստացել, որոնցից շատ-շատերը շատ ավելի ծանր մարմնական վնասվածք, ընդհանուր ինչպես նոր ներկայացվեց, նաև ունենք անձ, որը իր տաստակը մատները կորցրեց։ Բազմաթիվ այդպիսի դեպքեր կան, եւ ԱԳՆ-ի դիմաց լուրջ բռնություններ տեղի ունեցան, եւ այսօր այս ճանապարհին գալուց Facebook-ը հիշեցնում էր, թե այսօր ինչ է տեղի ունեցել նախորդ տարիներին։ Հետաքրքրական 20 թվականի այսօր, երբ որ Ռուբեն Մելիքյանը ակցիա էր իրականացնում խաղ բնույթի ազգային ժողովի դիմաց, իրեն բերման են ենթարկել ապօրինի կերպով եւ երբ մենք իրավապաշտպաններս գնացել ենք ի աջակցություն եւ օգնելու նրան, նաեւ մեզ բերման ենթարկեցին ոստիկանության դեպքում։ Դա 20 թվականին էր։ Հետո գալիս ենք ես այսօր Facebook-ը ինձ հիշեցնում էր, թե ինչ տխուր դեպքեր ենք ունեցել։ Ես օրերին նաեւ նույն ես հարցազրույցների ընթացքում անդրադարձել եմ մի ցավալի անմարդկային դեպքի, որը առաջի հայացքից կարող է բարեբախտաբար հետևանքներ տեղի չեն ունեցել, երբ որ նույն Սրբազան շարժման շրջանակներում Արագածոտնի մարզում մի անձ էին ձերբակալել, եթե չեմ սխալվում գյուղապետ էր, եւ ճանապարհից ձերբակալելու ժամանակ փոքրահասակ երեխաներին 7 եւ 9 կամ 11 տարեկան առանց որևէ մեծի թողել էին մայրուղու վրա, հորը ձերբակալել, տարել էին, մինչև այդ երեխաները կապ էին հաստատել, հարազատներն եկել տալ։ Այս ամենի հետ ենք մենք բախվել։ Այս ամենով է նորից եմ գրկնում իշխանությունները պահում իրենց ներկա վարչախումբը։ Ու բազմաթիվ այդպիսի դեպքեր են եղել եւ այլևս արդեն մենք չենք կարող այդ ամենը թվել։ Նույն դիմադրության շարժման ժամանակ մենք հիշում ենք, չէ, երբ որ
կառավարական ամառանոցների դիմաց ինչ բռնություններ տեղի ունեցան, դա այս ամենը սեն շղթա է։ Շղթա է եւ այդ շղթաներով մենք գնալով, եթե ցած հետադարձ նայենք, եթե մենք վիճակագրություն նայենք, մենք չափազանց լուրջ տեմպերով անկում ենք ապրում։ Այդ անկումը բերում է մարդկանց մոտ անզորություն։ Այդ անզորությունը բերում է շատ բացասական հետևանքներ, սկսած արտագաղթից, նաեւ այդ անզորությունը մարդկանց մոտ հուսահատություն է առաջացնում։ Իսկ հուսահատ մարդուց ամենից սпасելի է, դա ողբերգական հետևանքների կարող է բերել, որը ոչ մեկից պետք չէ մեր երկրում։ Պարոն Հարությունյան, այս պարագայում ինչ է հնարավոր անել։ Դուք նշեցիք, որ եթե օրինակ այսօր չլիներ հունիսի 12-ը, գուցե եւ այսքան չխոսվեր տեղի ունեցածի մասին ու չխոսվեր այն մասին, որ դեռ 1 տարի անցել, բայց ոչինչ չի արվել։ Ինչ է հնարավոր անել այսինքն նույն իրավաբանները, իրավապաշտպանները, որ այսպես թույլ չտան, որ մոռացվի եւ հասարակության կողմից եւ իրենք էլ կարողանան ուղղակի այդ գործերը, այսպես ասած, դարակում թողնել ու չբացել այդպես էլ։ Տեսեք, նույն 5 իրավապաշտպաններս մենք այս ամբողջ ընթացքում ներգրաված ենք եղել այս բոլոր գործերով։ Մինչև այսօր այն անձանց գործերով, որոնց նկատմամբ իբր թե խուլիգանության եւ զանգվածային անկարգության հոդվածներով գործեր են հարուցվել, մեր տղաներն են ներկայացնում, մեր խմբի ժողովուրդն է ներկայացնում նրանց շահերը եւ նրանց պաշտպանությամբ մեր տղաներն են զբաղվում։ Մենք բազմիցս այս ամենը բարձրաձայնել ենք եւ հարցազրույցներով եւ զեկույցներով եւ ամեն տեղ եւ հաղորդումներ տալով այս ամենի հետ կապ։ Այսինքն ամեն ինչ արվում է ներողություն։ Ես ոչ թե ինչ որ մեղադրանքի կոնտեքստում եմ ասում, որ եթե 12-ը չներ չեն քիշի, չէ։ Այս ժամանակահատվածում այս 1 տարվա մեջ այն աշճանի բացասական դրսևորումներ են տեղի ունեցել։ Օր-օրի մենք այնքան բաներ ենք բախվել, որ արդեն ժամանակ չի լինում այլևս այդ հների մասին խոսելու, որովհետև մենք կարծես թե միացած 24 ժամյա արատավոր ցիկլի մեջ լինենք, ամեն առավոտյան զարթում ենք, բացում ենք լրատվականները, տագնապի զգացումը, որ այսօր ինչ է եղել, այսօր ինչ է տեղի ունեցել, այսօր ինչ ապօրինություն է եղել, այսօր ում են ապօրինի ձերբակալել, այսօր, չգիտեմ, վարչապետի պաշտոնը զբաղեցնող տխրահարճակ անձնավորությունը ինչ գրառում է արել եկեղեցու հետ կապված կամ ինչ, չգիտեմ, արդեն աբսուրդի աշճանի է այս ամենը ասել։ Հետևաբար մենք որքան էլ, այսինքն արդեն ինչ որ առով ժամանակավրեպ է լինում ինչ որ նախկին դեպքերի անդրադառնալ, որտեղ մենք այսօր ավելի հերատապ դեպք ենք ունենում։ Մենք երեք ավելի հերատապ ենք մտածում ենք երեկվան ավելի տխուր էր, ավելի վատ էր, չէ, մեկ էլ բարձում է այսօր մի տես դեպք եղավ եւ սենց 24 ժամյա ռեժիմով ես կարող եմ մեր ընկերների 5 իրավապաշտպանների անունից ասել, մենք 24 ժամյա ռեժիմով կապի մեջ ենք ու փորձում ենք տարբեր գործերով ներգրաված լինել, ինչ որ առումով է սա էլ մեր պայքարի ձևը համարելով փորձել մարդկանց կողքին լինել, մարդկանց ովքեր ունեն դիրքորոշում, ովքեր դժգոհ են, ովքեր չգիտեմ, փորձել են ինչ որ դեմ անարդարությունների դեմ պայքարել, ինչպես այդ օրը խաղ ակցիայի մասնակիցները։ Ես ինքս այնտեղ եմ եղել, ես տեսել եմ, թե ինչպես է փոքրահասակ երեխայի հետ մայրիկը փորձում է ձայնային նռնակների արանքով երեխային փախցնել այդտեղից։ Տեսել եմ ինչպես է տատիկը ուշագնաց լինում, տեսել եմ ինչպես է սայլակավոր հաշմանդամունություն ունեցող անձի դիմաց ընկնում նռնակը եւ մարդիկ ցրվել են եւ ինքը անօգնական վիճակում է։ Ես ինքս չգիտեի, որ մեկի կողքին լինեմ, որ մեկին օգնեմ։ Ու հետեւաբար բարեբախտաբար կան անձինք, իրավապաշտպաններ, գործիչներ, որոնք հնարավորինս բարձրաձայնում են, հնարավորինս իրենց կռիվը տալիս են այս ամեն ինչի հետ կապված, բայց ինչն է այստեղ խնդրահարույցը, բացասականն ավելի շատ է, քան թե մենք հասցնում ենք հաջողության հասնել։ Եվ նաև որն է ցավալի, որ մենք իրավական անզորության ենք երբեմն բախվում, իրավական անզոր վիճակներում ենք հայտնվում, որովհետև մենք գիտենք, չէ՞, որ այս գործերով պետք է բազմաթիվ ոստիկաններ հիմա ձեր աշխատանքը կորցրած լինեին, ձերբակալված լինեին, կալանավորված լինեին, նաև ազատազրկված լինեին այլևս։ Բայց երբ որ դու տեսնում ես այդ ամենը չկա, երբ որ այդ քաղաքացին, լավ, իրավաբանը, փաստաբանը, իրավապաշտպանը ինչ որ առումով այդ ամենին կարող է մասնագիտական առումով անցալելով ըմբռնումով մոտենալ, բայց հասարակ քաղաքացու մոտ, որը առօրյայում տեսնում է անարդարություններ, իր մոտ այս ամենը բերում է հուսահատության, այս ամենը բերում է անզորության։ Այս ամենը բերում է նրան, որ ինքը չի տեսնում իր երեխայի ապագանցն է։ Գուցե դա իշխանություններին ներկա վարչախմբին հաճելի է, իրենց դուր է գալի, բայց ինձ որպես քաղաքացի դա դուր չի գալի։
Պարոն Հարությունյան, այո, իրադարձությունները բավականին արագ են զարգանում, օրինակ մեկ շաբաթ առաջ ուրբաթ օրը օրակարգում երկու սյունեցի երիտասարդի մոլորվելու հարցներ, իսկ այսօր մենք ականատես ենք լինում սահմանադրական կարգի տապալման եւս մեկ անգամ ու վարչապետի մակարդակով խոսքը վերաբերվում է ամենայն հայոց կաթողիկոսի դեմ սկսված արշավին, եկեղեցու դեմ սկսված արշավին եւ այսպես ասած այն հանձնախումբը, որը պատրաստվում են ստեղծել, որը պիտի զբաղվի նոր կաթողիկոսի ընտրությամբ։ Այս մասին ինչ կասեք, իփաստացի պետությունն իրավունք չունի անել այն ամենը, ինչ արվում է։ Միանշանակ պետությունն այդ ամենի իրավունքը չունի, հենց այդ առաջի իսկ գրառումից մոտ 40 րոպե անց մենք 5 իրավապաշտպաններով անդրադարձանք, որ սա սահմանադրական կարգի տապալման գործընթացի սկիզբ է, որովհետև իրականում սահմանադրական մակարդակով արձանագրված է, որ հայ առաքելական եկեղեցին եւ պետությունը անջատ են, եւ այն ինչ որ հիմա կատարվում է, դա եւ ապազգային է, եւ ապաքրիստոնեական է, հակաքրիստոնեական է, եւ հակահայկական է, եւ միևնույն ժամանակ քրեորեն հետապնդելի է, եւ միևնույն ժամանակ հակաօրինական է, եւ այդ ամենին մենք անդրադարձել ենք։ Ինչն է խնդրահարույցը, որ չափազանց մեծ վտանգ կա սրա այս գործողությունների ընթացքում արժեզրկելու հայ առաքելական եկեղեցու դերը, որովհետև նույնիսկ այն օրը, երբ որ ի պաշտպանություն այս ամենի գնացել էինք կաթողիկոսին վեհապարեն դիմավորելու, այնտեղ կային մարդիկ, որոնց ես մտերիմ են, ինձ ճանաչում եմ, գիտեմ, որ իրենք չեն հավատում Աստծուն։ Իրենք աթեիստ են, բայց իրենք այդտեղ են, որովհետև իրենք որպես հայ, որպես քաղաքացի գիտակցում էին հայ առաքելական եկեղեցու դեր, ազգապահպան դերը։ Այս ինչ որ հիմա կատարվում է, սա չափազանց վտանգավոր հետևանքներ կարող ունենալ։ Եվ սրանով կարծում եմ իշխանությունը, ինչպես շատ դեպքերում, փորձում է կոմբինացիոն ինչ որ լուծումներով մի քանի խնդիր լուծել։ Առաջի հերթին իմ կարծիքով սա հենց միտված է հայ առաքելական եկեղեցու դեմ կապված այն քննարկումների, որ Արցախի հետ կապված, եթե չեմ սխալվում, Շվեյցարիայում տեղի ունեցան հայ առաքելական եկեղեցու նախաձեռնությամբ, մեսիջը իրակ ուղարկվում դեպի հարևան երկիր, որ տեսեք, մենք դրա հետ կապ չունենք, եկեղեցինը մենք կոպիտ ասած կպատժենք դրան։ Կարծում եմ մի խնդիրը դա է լուծվում։ Երկրորդը, ինչպես խոսքի ընթացքում ես անդրադարձա, որ այդ օրերին բռնություններ էր իրականացվում ու միշտ այս ընթացքում գնալով ահագնացել է լրագրողների նկատմամբ, ինչի, որովհետև լրագրողները վտանգ են սպառնում, որովհետև կարող են ասել այն ինչ որ անում են կամ այն ինչ որ չեն անում ներկայիս իշխանությունները։ Եվ դրանից հետո իրենք ամենամեծ վտանգ տեսնում են եկեղեցուց, հաշվի առնելով եկեղեցու մեծ հեղինակությունն ու մեծ դերը Սփյուռքի հետ մեր կապող օղակ հանդիսանելը, եւ դրա համար երկրորդ խնդիրը ենք որ լուծում են, ուզում են թույլատնեն, հեղինակազրկեն, որպեսզի եթե ինչ որ մի հերթական, չգիտեմ, ազգակործան զիջումը լինի, այդ ժամանակ եկեղեցին չկարողանա իր դերով իր հեղինակության խանգարի։ Երրորդ խնդիրը, որ ես կարծում եմ, դա այն է, որ իրենք հնարավոր է, որ նաև միաժամանակ խնդիր են լուծում հասարակությանը շեղելու հերթական վատ հերթական նվաստացուցիչ զիջումներից, որը կարող է առաջիկայում լինել, որովհետև մենք տեսել ենք այդ մարտավարությունը, որ ժամանակ առ ժամանակ իրենք sense հասարակությանը մանիպուլացնելով օրակարգ են փորձում թելադրել, որպեսզի իրական բուն խնդիրներից շեղեն։ Կարար դա նույն Սյունիքի դեպքերը կրակելու հետ կապված, կարա դա ապագայում ինչ-որ այլ վտանգ սպառնա Սյունիքի հետ կապված կամ չգիտեմ այլ տարածքների հետ կապված եւ հնարավոր է որ նաեւ այդ խնդիրն է լուծում, որովհետեւ նաեւ իմ կարծիքով sense ճշնամու կերպար են ստեղծում, փորձում են այդտեղ ինչ-որ հաղթանակ կորզելով դեպի նոր ընտրություններ, չգիտեմ արտահերթ կամ հերթական տանելով, բայց այս ամենը գիտեք ոնց մենք նույնիսկ վատ իրազում չենք կարա պատկերացնենք, որ կարա լինի այն, որ երբ որ առաջին անգամ վեհարան էին գրավում, ինչի չէր հաջողվել մոնղոլ թաթարներին, մենք մտածում էինք դա վերջն է։ Դրանից ենքում բացասական բան չի կարա լինի եկեղեցու հանդեպ կամ մեր իրականության մեջ։ Երբ որ չեմ ասում Արցախի կորուստեն սարսափելի օրերը, որ մենք ազգովի ապրել ենք, արանքում նաև կորոնա, որը շատերը մոռանում են, բայց անհասկանալի զոհերի քանակ։ Դրանից հետո եկանք այս բռնությունները, սապորություններ, քաղաքական հետապնդումներ եւ այլն եւ այլն։ Դրանից հետո եկանք հասանք նրան, որ վեհապարին
չեն թողում սարդարափաթ գործել, մենք մտածում ենք դա վերջն է, դրանից են կողմ անկում, դրանից են կողմ սարսափելի դրսևորում չի կարող լինի։ Մեկ էլ հիմա եկել ենք բախվել ենք այս կարծես թե մղձավանջ լինի։ Մղձավանջի օրերի ենք մենք ապրում։ Շնորհակալ եմ, պարոն Հարությունյան։ Հիշեցնեմ, տաղավարում զրուցում էի փաստաբան Սերգեյ Հարությունյանի հետ։